Այսինքն բարդ աշխարհում ենք մենք ապրում։ Հնարավոր է արդյոք մարդու ատամներին զուտ նայելով հասկանալ, թե ինչ կենսակերպ է նա վարում։ Իրականում կարելի է, ինքը հասել է դրան ու անկախ ամենից այդ արդեն ժպիտ է բերում իր դեմքին։ Սպորտը հիմա հանդիսանում է նաև մի հատ բան, որտեղ մարդ կարողանում է իր այդ մեջի նեգատիվը դուրս հանի, հա, բայց սպորտը զուտ ընդհանուր նյութափոխանակությունն է լավացնում։ Այն վիտամին D-ն, որը որ մենք ստանում ենք արևից, ու վիտամին D-ն հավելումի տեսքով, այդ նույնն է։ Ասեմ, որ 2 շաբաթ պարապելուց հետո արդեն այդ ցավերը իսպառ չունեի։ Orange Fitness-ում ինտրովերտ լինելը մի քիչ բարդ է։ Փոքր հասակում ինչ-որ շատ անտիբիոտիկներ է խմել, ատամները դրանից բնափոխվում են։ Ու ամեն մեկը չի, որ կարողանում է ընդունի հաղթանակը։ Ողջույն, ես Դինան եմ, ու սա իմ ու Orange-ի հետ համատեղ արդեն 7-րդ մոտեցումն է։ Այսօր իմ հյուրը Orange Fitness ակումբի անդամ, Denova կլինիկայի ղեկավար Տերեն Մինասյանն է։ Տերեն ջան, ողջույն։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր ոդկասթի հյուրը լինելու հրավերը։ Առաջին հայացքից գուցե ստեղծվի տպավորություն, որ այն թեման, որը որ մենք այսօր քննարկելու ենք, կոնկրետ սպորտի եւ առողջ ապրելակերպի հետ ընդհանրապես կապ չունի, բայց մի փոքր խորանալուց հետո հասկանում ես, որ ավելի շատ կապ ունի, քան հնարավոր է պատկերացնել։ Այսօր խոսելու ենք ատամներից, բերանի խոռոչի առողջությունից, ու ամենաառաջին հարցը, որ ուզում եմ ձեզ տալ, որպես մասնագետ։ Հնարավոր է արդյոք մարդու ատամներին զուտ նայելով հասկանալ, թե ինչ կենսակերպ է նա վարում։ Նախ շնորհակալություն հրավերի համար, Տիանա ջան, ինձ էլ է հաճելի ստեղ լինել։ Մենք ատամները վերականգնելու ժամանակ հենց փորձում ենք հասկանալ մարդը ինչ տեսակ խարակտերիստիկա ունի ու ոնց որ նման ձևով արդեն վերականգնենք իր ատամները։ Եթե հարցը գնում է, ասենք ինչ որ էսթետիկ վերականգնումներին կամ վինիրներին, օրինակ մի քիչ ավելի ագրեսիվ բնավորություն ունեցող մարդկանց մոտ հիմնականում ավելի սուր ժանիքներ են անում, որ ավելի ընդգծի է, կամ տղամարդկանց մոտ իր ֆորման ունի, կանանց մոտ իր ու այդտեղ ընդհանուր առմամբ հնարավոր է։ Սա մենք էսթետիկ կողմի մասին էինք խոսում, հիմնականում ոնց հասկացա վինիրների մասով, չէ՞, այսինքն վերականգնենք եւ ստանանք այնպիսի ատամներ, որոնք որ համապատասխանում են մարդու խառնվածքին, կենսակերպին։ Իսկ օրինակ, որ դուք Orange Fitness-ի հաճախորդ եք, մարդկանց հետ խոսելիս կարծում եմ ամենաշատ ուշադրությունը անկախ ձեզնից ատամներին եք դարձնում։ Մասնագիտական արդեն։ Հնարավոր է հասկանալ, որ ենթադրենք այս մարդը հաստատ քիչ սպիտակուցներ է օգտագործում, կամ քիչ է քնում, կամ գուցե ծխում է, չարաշահում է ալկոհոլը։ Ալկոհոլի հետ կապված չեմ կարող ասեմ, ու մնացածն էլ սպիտակուց շատ օգտագործում թե չէ, դա էլ այդտենց ակնհայտ կարա չերևա։ Կարա երևա, օրինակ, չգիտեմ, եթե փոքր հասակում ինչ-որ շատ անտիբիոտիկներ է խմել, ատամները դրանից բնափոխվում են, դա կարելի է հասկանալ այդտենց առաջի հայացքից նայելուց էլի, բայց ընդհանուր առմամբ ատամների առողջության հետևող մարդիկ մի քիչ ավելի տարբեր են լինում, քան այն մարդիկ, ովքեր որ ուղղակի ատամը կլվան կամ մի օր կլվանք, մի օր չենք լվա, այս կա։ Ու մի չէ ստատուսի հարց է, այսինքն մարդիկ պետք է իրենց ատամները, հիմնականում են մարդիկ, ովքեր ավելի շատ են ինչ-որ եթերներում լինում կամ հանրային կյանք է վարում, ասենց ասեմ, իրենց պարագայում ավելի իրենք ուշադիր են լինում ու ավելի սիրուն ատամնաշար են ունենում։ Քանի որ վինիրներից խոսեցինք եւ հնարավոր է հետո շատ բնական ձևով չկարողանանք անդրադառնալ վինիրներին եւ կարծում եմ թեման շատ թրենդային է հատկապես վերջին տարիներին, որ սեգմենտին, որ տարիքում է խորհուրդ տրվում օգտվել վինիրներից։ Առհասարակ վինիրները ինքը մի քիչ ոնց որ բժշկական ցուցումից շատ դեպքերում դարել է ուղղակի ինչ-որ ֆեշնի մի մաս, հա, ուղղակի մարդ ուզում է որ ավելի գրավիչ ժպիտ ունենա ու ուզում է վինիր անի։ Այստեղ բժշկական տեսանկյունով ցուցում չկա կոնկրետ այդ պացիենտների շրջանակներում ասել, որ ձեզ վինիր է պետք։ Իսկ եթե ինչ-որ մեկը գալիս է, ասում է ավելի սիրուն ժպիտ ունենա, այդ պարագայում ինքը նաև պետք է տեղյակ լինի, որ անդառնալի ինչ-որ բաներ է արվում, հա, իր ատամների հետ։ Օրինակ էմալն է որոշակի հղկվում ու իր փոխարեն լինում է արհեստական էմալ, sense կարելի ասել։
Իսկ խորհուրդ է տրվում այն ժամանակ, երբ որ կա էմալի ինչ-որ անդառնալի պրոցեսներ կամ շատ մեծ պլոմբաներ ունեն ատամների վրա ու արդեն ցուցում կա հստակ, որ բժիշկը ասի, որ ձեր դեպքում պետք է անպայման վինիրի միջոցով անել։ Դա կարող լինի էմալի թեր զարգացում, կարող լինի ինչ-որ տրավմա, կարող ասես տարբեր պատճառներ լինի։ Ես չգիտեմ դուք ինձ նայելով ինչ եք հասկանում, ես իմ ատամներից բնավ շատ դժգոհ չեմ, բայց բնականաբար վինիրները կարծում եմ գերակշռող մի հատվածի գերում է ինձ եւս, բայց ես միշտ ասում եմ մի քիչ մեծանամ նոր։ Չէ, բնական հիմա առաջ տես մի հատ տրենդ կար, որ բոլորը սպիտակ են հոլիվուդյան ինչ-որ ատամներ, սպիտակ քառակուսի, սենց արհեստական տեսքով բաներ։ Հիմա այդ փոխվել է։ Հիմա այդքան չի գնահատվում։ Հիմա հակառակը, եթե մարդ գալիս ուզում է վինիր, հիմնական պահանջը, սենց ասած, լինում է, որ չհասկացվի, որտեղ վինիր կա։ Բայց դե կան մարդիկ, որ սիրում են, որ անպայման պետք է երևա որ վինիրը։ Ճիշտն ասած, այս թեմայով մի անգամ Ճապոնիայի հետ կապված սենց կարճ հոլովակներ էի նայում YouTube-ում ու ճապոնացիներին ցույց էին տալիս հոլիվուդյան ժպիտներ եւ ասում էին, որ դրանք սարքված ատամներ են, բնական չեն եւ այլն, ու իրենց հայացքը, որ բայց ինչի են իրանք այդպես անում, հատկապես որ իրենք մի հատ ատամ ունեն, չէ՞ որ մի քիչ ավելի առաջա ու իրենց մոտ դա շատ հատկապես կանանց մոտ շատ գեղեցիկ է համարվում, անգամ գնում եւ արհեստական ձևով են, եթե ես չեմ սխալվում, դուրս դնում ու իրանք ասում են, բայց ինչի են անում, իմաստը ո՞րն է սա անելու։ Հետաքրքիր առանձնահատկություններ են մշակութային։ Ստոմատոլոգիայի մեջ շատ առաջադար դեր ունի ամբողջ աշխարհում ու իրանք մի քիչ ավելի կոնսերվատիվ են։ Ու նույնը Եվրոպան է կոնսերվատիվ։ Այդ ավելի շատ պայմանավորված է այդ երկրների մարդկանց իրանց առողջության հանդեպ հետևելու հանգամանքով, օրինակ Նորվեգիայում 4 տարի ստոմֆակը փակ է եղել, որովհետև ուղղակի ստոմատոլոգի կարիք չի եղել այդ երկրում։ Ու ամենացածր կարիեսով ախտահարման ցուցանիշը հենց այդտեղ է, Դանիայում, Նորվեգիայում եւ այլն։ Ու իրանց պահանջները մի քիչ ուրիշ է, իրանք ավելի ձգտում են դեպի բնական տեսք տալուն ու պահպանելու բնականը։ Այդ հոլիվուդյան ժպիտների այդ մասը ավելի շատ սլավոնական երկրներն է, արաբական երկրներն է, մենք էլ Ամերիկան։ Դե մենք էլ որ կիզակետում ենք, էլի։ Բոլորը ուզում են։ Էսթետիկ մասից կարծում եմ խոսեցինք։ Հիմա թե ինչի համար ենք հավաքվել։ Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք պնդում են, որ ուժային մարզումները վազքը ընդհուպ մինչև նպաստում է ոսկրերի խտությանը, ամրությանը։ Քանի որ ատամը եւս շարունակությունն է այդ ամենի, որքանով է ուժային մարզումը ազդում ատամների որակի վրա։ Հենց ուժային մարզումները ատամի որակի վրա ոչ մի ձև չեն ազդում, դա պայմանավորված է նրանով, որ ատամի հյուսվածքում չկա սնուցող ոչ մի ինչ-որ բան, հա, այսինքն այնքան ռոմանտիկ էր դա իմ մտքում, ես սպասում եմ, որ ինչ-որ մի ձևով անդրադառնալու է։ Ատամի մեջ կա ներվ, որը որ սնուցում է ատամի դենտինը։ Բայց վերականգնող բջիջներ, հա, ոսկրի ատամի հյուսվածքը հենց գոյություն չունի։ Ու կա պես շատ փոքր քանակով, որը որ բավարար չի, որ ընդհանուր ատամը վերականգնվի, այսինքն եթե կարիես է, վсё, դա արդեն անդառնալի process է, պետք է գնալ, հա, ստոմատոլոգի մոտ։ Բայց ընդհանուր սպորտը, ընդհանուր այդ ակտիվությունը փոխում է մարդու նյութափոխանակությունը ու ոսկրերի վրա, ամբողջ կմախքի վրա մարդկանց ընկնում է ինչ-որ ծանրաբեռնվածություն ու այդ ձևով ոսկրային հյուսվածքը հասկանում է, որ ինքը ինչ-որ մի բանի պետք է ու պետք է ամուր մնա։ Այդ նույն բանը ընդհանուր ատամների շուրջ, ատամների ինչ մեջ որ ամրացված են ծնոտի ոսկրերը, դա էլ է, դա ընդհանուր կմախքի համակարգը ու տեղ էլ բնականաբար որոշակի ազդեցություն լինում է։ Սակայն մենք կարելի ասել ամեն օր մարզում ենք մեր այդ ոսկրերը, որովհետև ուտում ենք ու ուտելու ժամանակ ծամելուց ատամները որ հպվում են իրար, դե մենք էլի ինչ որ չափի ուժ տալիս ենք։ Բայց սպորտը զուտ ընդհանուր նյութափոխանակությունն է լավացնում ու դրանով ավելի դրական իհարկե ազդեցություն ունենում է։ Եվ հիմնականում սպորտով զբաղվողները մեծ
Մեծ չէ, լավ, ոմանք մեծ, ոմանք որոշ չափով ուշադրություն են դարձնում սպիտակուցների ընդունման վրա, կալցիումի ընդունման վրա, այս ամեն ինչպես է անդրադառնում։ Ինչու եմ հարցնում, որովհետև վստահ եմ, որ երբ օրինակ մարդ ուզում է մկանային մասը հավաքի եւ ընդունում է սպիտակուց կամ կալցի կամ առողջության համար եւ այլն, այդ հավելումների տեսքով կամ ոչ միայն հավելումների տեսքով, առաջնահերթ հաստատ չի մտածում, որ դա կարող է ինչ-որ ձևով անդրադառնա ատամներին, որովհետև առաջնային նպատակը մկանների վրա կենտրոնանալն, այո, մկանները մեծացնել, փոքրացնել, ձևել եւ այլն, կլորացնել, ինչու ոչ։ Ատամները դրանից շահում են, տուժում են։ Ընդհանուր առմամբ սպիտակուցները մեր օրգանիզմի ամենակարևոր տարրերից մեկն են ու ամենտեղ կա, հա, այսինքն նույն ատամները ալվեոլյար ելունում ինչի մեջով որ կապվում են, ատամը ինչով որ կպած է ոսկրին, հա, դա էլի սպիտակուցային թելիկներ են ու իրենց քանակը օրգանիզմում երբեք ինչ որ իհարկե ոչ չարաշահելը, նորմալ քանակը ապահովելը օրգանիզմում ինքը հանդիսանում է որպես նորմա ու դրական էլի ազդեցություն ունի։ Իսկ ինչ վերաբերում է կալցիումին, դա ատամների արդեն էմալի հիմնական բաղկացուցիչ մասերից մեկն է հանդիսանում, հա, հիդրոքսիապատիտ է կոչվում։ Դա պակասը օրգանիզմը կարա լրացնի նաև հենց ատամի էմալի հաշվին։ Այսինքն, երբ որ օրգանիզմում ընդհանուր արյան մեջ կալցիումի մակարդակը պակասում է, ակտիվանում են որոշակի մեխանիզմներ, որպեսզի լրացվի այդ պակասը։ Դա ոսկրերից է, դա ատամի էմալից է ու բնականաբար ինքը արդեն կարող վատ ազդեցություն ունենա, ավելի փխրուն էմալ լինի, իսկ ինչքան փխրուն է էմալը, այդքան արդեն ինքը կարիես ռեզիստենտ չի։ Իսկ կապ ունի հավելումների տեսքով ընդունվում, թե բնական մթերքների միջոցով։ Բնականը ավելի լավ է, որովհետև բնական սնունդի հետ մենք նաև, այսինքն մենակ մաքուր կալցիում չենք ստանում, հա, նույնիսկ հավելումների մեջ հիմա կա հավելումները նենց է արվում, որովհետև օրինակ կալցիումը երբ որ ընդունում ենք, պետք է անպայման վիտամին D-ի հետ լինի, որովհետև առանց վիտամին D-ի կալցիումը չի յուրացվում։ Բայց երբ որ մենք ընդունում ենք օրինակ կատնամթերք, որ էլի հարուստ է, հա, կալցիումով, այնտեղ բացի կալցիումից կա նաև կազեին սպիտակուց ու լիքը այլ տարբեր միկրոէլեմենտներ, որոնք նպաստում են ավելի լավ ներծծմանը ու բացի դա կալցիումի տարբեր տեսակներ կան, խելատացված կալցիում կա ու չտմարանամ շատ տերմինաբանության մեջ, իսկ սննդի միջոցով մենք այդ ամբողջ կոմպլեքսը ոնց որ վերցնում ենք, այլ առանձին չի մասնատված, էլի։ Դրա համար, եթե հնարավոր է սննդով, այսինքն բնական ճանապարհով պահել այդ միկրոէլեմենտների կայուն քանակը, դա միայն ողջունելի է։ Շատ լավ։ Վիտամին D-ից էլ խոսեցիք։ Իսկ կոնկրետ վիտամին D-ի պակասը ինչ ազդեցություն է ունենում ատամների վրա։ Վիտամին D-ն հիմա համարվում է շատ ավելի կարևոր միկրոէլեմենտ, քան ինքը միշտ համարվել է ու դա այդպես էլ կա, որտեվ նույնիսկ հիմա որպես հորմոն են դիտարկում, հա, վիտամին D-ն ու իր պակասը ուղղակիորեն կապված է եւ ոսկրերի եւ ատամների ինչ որ տարբեր խնդիրների հետ։ Դրա համար վիտամին D-ն պետքա միշտ ստաբիլ, լավ մակարդակի վրա պահել, էլի։ Ու ցանկալի է էլի բնական ճանապարհով, բայց դե քանի որ մենք ոչ շատ ծով ունենք, ոչ ձուկ, դրա համար հավելումները պարտադիր են։ Ծով նշեցիք, ես կցկտուր ինֆորմացիա ունեմ, կարիք չի եղել երբեք շատ խորանամ ու հասկանամ պատասխանը, բայց քանի որ ծով ասեցիք, երևի ավելի հարմար հյուր չի լինի այս պատասխանը ստանալու համար։ Ամեն դեպքում այն վիտամին D-ն, որը որ մենք ստանում ենք արևից, ու վիտամին D-ն հավելումի տեսքով, այդ նույնն է։ Ինքը որպես քիմիական տարր նույնն է, այսինքն այն ինչ որ մենք ստանում ենք որպես հավելում, դա էլի ստացվում է որպես բնական ինչ որ սննդամթերքից, հա, օրինակ չգիտեմ, ձկների յուղից է ստացվում, տարբեր կարա եւ քիմիական տարբերակով սինթեզվի, տենց էլ կա ու դրանով պայմանավորված է, ասենք մի վիտամին D-ի արժեքը որ կարողացած լինի, մեկինը բարձր լինի, բայց որպես
միկրոէլեմենտ ինքը նույն ֆորմուլան ունի, քիմիական նույն բանն է։ Արևի միջոցով ուղղակի սինթեզում ենք, բայց դա շատ չի սինթեզվում իրականում, ուղղակի այն երկրները, որտեղ որ կա արև, որտեղ մարդիկ հաճախ են գնում ծովափ կամ արևի տակ են լինում, դա որոշակի ձևով օգնում է սինթեզելուն։ Սակայն նաև արևը ունի իր բացասական կողմերը, դրա համար այդ Դրա մասին գիտենք ու հիմա չենք խոսի, որովհետև շատ կշեղվենք թեմայից։ Իսկ ինչ բարդություններ կարա բերի, եթե ուզում եք մի քիչ վախեցնեմ, կարող եմ վախեցնեմ։ Եկեք վախեցրեք, հետո մենք կհասկանանք, թողնենք եթերում, թե ոչ։ Okay. Վիտամին D-ի պակասի մասին ենք չէ խոսում։ Պակասը նախ երեխաների մոտ ոսկրերի զարգացման խանգարումների կարա հանգեցնի։ Ատամի էմալի թերզարգացման կարա հանգեցնի։ Մեծահասակների մոտ պարոդոնտի տարբեր հիվանդություններ, որը որ ուղղակիորեն կապված է կալցիումի ներծծման հետ, դա կարա լինի, իմունիտետի ընդհանուր անկում, գերհոգնածություն եւ այլն, այդ ամբողջը կարա պայմանավորված լինի այս վիտամին D-ի պակասով։ Հասկացա։ Այդ էս միջավայրի համառոտ ասեմ։ Բայց ձեր թեման այնքան լայն ու ծավալուն է, ինձ թվում է համառոտը մի քիչ խնդիր է, բայց թեմայի շուրջ մենք կարող ընդհանուր ամեն մի հատ թեմա ընտրենք ու տեն ժամակեսանոց ոդկաստ ունենանք այդ թեմայի շուրջ։ Մի քիչ ավելի վերադառնանք մարզվողներին, էլի հավելումներին, որոնք որ հեղուկի տեսքով օգտագործվում է կրեատին, BCA, հիմա կոնկրետ չխորանանք թե որը ինչից է պատրաստված եւ ինչ է պարունակում իր մեջ, բայց հիմնականում խոսքը հենց շաքարի եւ ասիդիկ, դուք ավելի ճիշտ կասեք, ասիդի արկայության մասին է, որքանով է դա վատ անդրադառնում ատամների վրա եւ արդյոք պետքա օգտվել, չօգտվել կամ օգտվելիս ինչ որ մի ձևով կանխել հետո իր վնասակար կողմը, թե ընդհանրապես հրաժարվել եւ պարզապես օգտվել ջրից, որից որ վնաս ամեն դեպքում ինչքանով որ ես եմ տեղյակ չկա, հատկապես ատամների մասով։ Ջրից վնաս չկա, իհարկե ջրից է կարա լինի վնաս, նայես թե ամեն ֆտորի քանակի ինչքան է։ Էս էլ է շատ բարդ։ Հետելա բար, բայց շաքարը մեկ է թթուն, դա ատամների համար ամենավատ բանն է, որը որ կա, որովհետև հիմնական կարիեսի առաջացման համար մեզ պետք է 3 ֆակտոր, մեկը շաքարն է, մեկը թթունն է, մեկը էնզիմն է, բակտերիայի արկայությունն է, բերանի խոռոչում մեր օրգանիզմի ամենաբազմազան բակտերիաներով հարուստ տեղն է, եւ մյուսը պետք է ժամանակ։ Այդ 3 ֆակտորը եթե կա, կարիեսը անխուսափելի է, ինքը հաստատ լինելու է։ Անկախ նրանից օրվա ընթացքում քանի անգամ է մարդ ատամները լվում կամ քանի անգամ չի լվանում։ Այդպես մեխանիզմը հետևյալն է, որ շաքարը հանդիսանում է սնունդ բակտերիաների համար, բակտերիաները արտադրում են դրանից հետո թթու, իսկ քանի որ մենք մի քիչ էլ նաև թթու ենք օգտագործում, այդ թթվային հեղուկ ենք օգտագործում, ոնց որ ավելի բարձր էֆեկտ առաջանում, իսկ թթուն ինքը արդեն ուղղակիորեն վնասակար ազդեցություն ունենում էմալի հանքայնացման վրա, այսինքն ապահանքայնացնում է ու դարձնում է փխրուն։ Երբ որ դառնում է փխրուն, միկրոճեղքեր են առաջանում, որտեղ էլի տեղավորվում են մեր մանրեները ու այդպեսով արդեն գնում է անդառնալի process։ Կանխելու համար вообще պետք է օգտագործել, թե պետք չի օգտագործել, այդ ինձ թվում է ամեն մարդ ինքը պետք է որոշի, կարա ինչ որ ինֆորմացիան ես թեկուզ իմանա ու դրանից հետո արդեն ինքը իր որոշումը կայացնի կամ ինտերնետում կարա կարդա ուսումնասիրի, չեզոքացնելու համար ամենալավ բանը դա ջուր օգտագործելն է, այսինքն ջրի միջոցով գոնե այդ թթվային միջավայրը ավելի նոսրացնելը։ Եվ նաև մի որոշ ժամանակ պետք է անցնի մինչև թթվային հեղուկ օգտագործելուց հետո ատամները անմիջապես հետո չի կարելի լվանալ, որտեղ քանի որ ինքը արդեն ասացի որ փխրունացնում է էմալը, մեխանիկական այդ շարժումներն էլ մազիկները ատամի չոտքի, կարան էլի վնասում են։ Այսինքն դա ինքը միկրո վնաս է, որը որ տենց անզեն աչքով չի երևում, բայց ժամանակի ընթացքում բերում է խնդիրների, սեպաձև դեֆեկտ է կոչվում, երբ որ ուղղակի ատամը ասենց ոնց որ պիլկայով դաշված լինի։ Դա հենց լինում է ատամի չոտքի ու լվանալու տեխնիկան նաև կապ ունի։ Իսկ
կոշտությունը, Կոշտությունը, լվանալու խոզանակի։ տեխնիկան, այդ ամբողջը հա, ուղղակիորեն կապ ունի։ Դրա համար չեզոքացնելու համար հեղուկ ուղղակի կումկում ու ցանկալի է պարապելու ժամանակ շատ հեղուկ, շատ ջուր, որովհետև նույնիսկ այն դեպքում, երբ որ շատ պարապում ենք, քրտնարտադրությունը շատանում է, այսինքն օրգանիզմում ջրի պակաս է լինում, բերանը չորանում է։ Չոր բերանի խոռոչը էլի կարա նպաստի այդ նույն միկրոբների շատացմանը եւ այլն, իսկ միկրոբները շատ արագ են բազմանում։ Ասացիք, որ ամեն մարդ ինքը պետքա որոշի օգտվի, չօգտվի, ինչպես կանխի կամ չկանխի, քանի որ դուք էլ ակտիվ մարզվում եք հենց Orange Fitness-ում, եթե հարցը շատ անձնական չի, դուք ձեր պրակտիկայով կկիսվեք, դուք ինչ եք անում, ոնց եք անում, օգտվում Ես եք մենակ արդյոք։ ջուր, Միայն ջուր։ միայն ջուր, հա, առասարակ այդ հավելումները սպորտային չեմ օգտագործում։ Մի պահ կար, որ սպիտակուց օգտագործում էի, բայց հետո ուղղակի չգիտեմ ինչի տոլ դուրս չեկավ, տոլ այդ համը մի տեսակ Իսկ հետևում եք այդ քաշը գրամներով այդքան ինտենսիվ միկրո քաշի մասն է խոսքը, Չէ, օրինակ խորհրդատրվում, եթե փորձում ես մկանային մասսա հավաքել, առնվազն քո քաշի չափ այդքան գրամ սպիտակուց օգտագործել եւ այլն, այս ամենի մեջ այդքան խորացած եք, թե այդքան չէ, որովհետեւ Երևի դրա համար էլ թողել եք հավելումը Հա, այդքան չեմ խորացել, ճիշտ է, փորձում եմ պահեմ, այսինքն դե քանի որ գիտեմ, որ սպիտակուսը պետք է, փորձում եմ շատ օգտագործեմ, բայց բնական ճանապարհով ամեն չէ, էլի։ Իսկ դա կլինի հավի միս կամ տավարի միս, մի խոսքով կամ ձկնամ եւ այլն։ Իմ ուղղակի սպորտով զբաղվելու, նո սպորտը միշտ եղել է իմ կյանքում։ Դրան էին գալիս, դուք առաջ ընկաք, խնդրեմ պատմեք ոնց ստացվեց, դուք ոնց սկսեցիք, հատկապես գիտեմ, որ բժիշկ լինելով մարդիկ ունեն շատ ծանր գրաֆիկ, երբեմն անգամ ազատ ժամանակ այնքան սպառված են լինում, որ ժամանակ եւ հավեսել չեն ունենում գնալ եւ սպորտով զբաղվել, այնպես որ այս ամենը շատ ողջունելի է եւ կուզենք իմանալ նաեւ թե ոնց է սկսել ձեր ճանապարհը։ Իրականում, հա, բժշկական գործունեությունը նենց է, որ նախ ժամանակի դեֆիցիտ կա ահավոր եւ բացի այդ մեր աշխատանքի ձևը նենց է, որ մենք հարկադրական ինչ-որ դիրքերում ենք աշխատում, հա։ Ճիշտ է, հիմա զարգացել է էրգոնոմիկան, այսինքն աշխատանքային ինչ-որ օպերացիոն միկրոսկոպներ են կիրառում, խոշորացում են կիրառում, որպեսզի ասես չկրանանք եւ այլն, պացիենտին պարկասնում ենք, որ լրիվ հորիզոնական լինի, փորձում ենք sense ուղիղ նստել, բայց մեկը վզի վրա, վզի շրջանում, մեջքի շրջանում դա քրոնիկ համարյա բոլոր ստոմատոլոգները ունեն ցավեր, որը հենց պայմանավորված է այդ աշխատանքային հարկադրական դիրքով։ Ու ես էլ բացառություն չեմ եղել, որոշ ժամանակ ուժեղ մեջքի ցավեր սկսեց ու դա սկսեց, ես սպորտով զբաղվում էի, հետո մի պահ ոնց որ թողեցի այդ ակում գնալը ու սկսեց այդ ցավերը, դժվար է առաջի անգամ գնալը։ Այդ անդադ հետաձգում էի, լավ հեսա կգնամ, դա 2 տարի առաջ էր երևի։ Անդադ տենց հետաձգում էի, թե երբ պետքա գնամ, ոնց պետքա գնամ, առավոտյան պետքա գնամ հաստատ, որովհետև ուրիշ ժամանակ չկա, աշխատանքից հետո вообще սպառված ես լինում, հաստատ սպորտի տրամադրություն չի լինում։ Դրա համար մի խոսքով մի օր որոշեցի, որ պետքա վсё գնամ։ Գնացի ու MRT էի արել, ասեմ, որտեվ այտենց իրոք ցավեր էր լինում ու ասեմ, որ 2 շաբաթ պարապելուց հետո արդեն այդ ցավերը իսպառ չունեի։ Սպասում էի, որ չեմ ունենալու, որովհետև հստակ գիտեմ պատճառը ինչն է, մեջքի այդ մկանային դիստրոֆիան է, էլի, որ անդադ անշարժ մի դիրքով նստում ես երկար ժամանակ կամ չես քայլում օրվա ընթացքում, դա արդեն բերում է այդ խնդիրների։ Իսկ հասարակ բան, երբ որ մենք սենց ենք, գլուխը ուղիղ դիրքում է, ողնաշարի վրա շատ ճնշում չի ընկնում, բայց բավարար է, եթե մենք գլուխը մի քիչ կախենք, 40 կիլոգրամ, արդեն ողնաշարի վրա ճնշում է ընկնում։ Ու այդ միջին ստատիստիկ տղամարդու մոտ էլի։ Այդ սա բերում է նրան, որ կյանքի որակը իջնում է։ Իսկ բացի այն, որ ձերբազատվեցիք ցավերից, որոնք որ
ոնց հասկացա քրոնիկ էին դարձել արդեն։ Էլ ինչ ձեռք բերեցիք կամ կորցրեցիք։ Ձեռք բերեցի կամ կորցրեցի։ Ես իմ էության մի քիչ ինտրովերտ եմ։ Ու ինձ Բոլորս մի քիչ։ Մենակություն, այդ առավոտվա այդ մի ժամ ու կեսը իմ համար մի քիչ էլ այդ հավես մոտիվացիան ատվել, որ ես իմ մտքերով, ես իմ գործն եմ անում, այսինքն մի քիչ ընդհանուր ծրվում եմ առօրյա ամեն ինչից, ինչ որ Մարզասրահում։ Հա, մարզասրահում նկատի ունեմ ու էդ էլ է հավես ընդհանուր մթնոլորտը վիճակը, որ զբաղվում ես ավելի սպորտից հետո ավելի թարմացած ես լինում, ավելի լավ ես քնում։ Հիմա մոդայի կա շատ քնին հետևելը։ Բայց Orange Fitness-ում ինտրովերտ լինելը մի քիչ բարդ է։ Ես էլ եմ ավելի սելեկտիվ էքստրավերտ եմ, ես կասեի, բայց եթե ականջակալերով չես, դժվար է լինել ինտրովերտ, դուք ականջակալերով եք մարզվում, որովհետև մեր ժամերը չեն համընկնում, ես ձեզ չեմ հանդիպել։ Այո, միշտ։ Միշտ։ Իսկ ինչ եք լսում։ Տարբեր երաժշտություն ըստ տրամադրության, Pink Floyd հիմնականում։ Հասկացա, բայց չնայած ինտրովերտ եք, նաև բավականին ներգրավված եք ամեն դեպքում կարծում եմ, ենթադրում եմ, ինչու, որովհետև անգամ գովազդային արշավը տեղի ունեցել Orange Fitness-ի եւ Denova կլինիկայի միջև եւ կարծում եմ, եթե դուք շատ ինտրովերտ լինեիք, հաստատ այդ արշավը տեղի չէր ունենա, որովհետև ոչ ոքի հետ չէիք շփվի եւ իրականություն չէր դառնա այդ արշավը։ Եկեք հասկանանք այդ միտքը որտեղից հղացավ ու ինչպես իրականացվեց։ Ուրեմն շատ ժամանակ մեկ-մեկ լինում է այդ բրասլետը մոռանում անեմ կամ ձեռքիս եմ ստիպված մարդկանց հետ շփվում եք։ Չէ, աշխատանքի ժամանակ արդեն, երբ որ կլինիկայում եմ։ Հասկացա, այդ կատակի իրական։ Հա, մեր պացիենտներից վայ դուք եք Orange գնում, վայ դուք եք Orange գնում, ու տենց հասկանում եմ, որ մենք համարյա նույն մարդկանց հետ ենք աշխատում, էլի, այսինքն մեր կլինիկա եկող հաճախորդը եւ ձեր ակումբ եկող հաճախորդը, իրանք ոնց որ նույն հետաքրքրությունները կարան ունենան, նույն ստիլի ոլորտի կամ չգիտեմ, այսպես մարդիկ են, որոնք որ նույնն են։ Թիրախային լսարանը, հա։ Նույնն է մոտավորապես։ Հետո Արմանը Orange Fitness-ից էլի իմ հաճախորդներ մի անգամ խոսում էինք իրար հետ, որ ինչ որ հետաքրքիր բան կարա լինի, իմ մոտ առաջինը այդ միտքը եղել էր կոլաբ անելու, որտեղ տեսել է արդեն որ մինչև էդ էլ ինչ որ ուրիշ կազմակերպությունների հետ, ճիշտ է ոչ բժշկական, բայց տենց համագործակցության բաներ կա։ Իրա միտքը իրան էլ դուր եկավ ու այդպես իրագործեցինք։ Հասկացա։ Իրականում որ թևնոցի մասին ասացիք, ինձ թվաց թե թևնոցը մոռանում եք ու մոտենում եք reception-ից խնդրում եք նորը, բայց հետո հասկացա որ մոռանում եք ձեռքին, ինձ հետ էլ է լինում, անգամ ասեմ ընկերներս կատակով մեկ-մեկ ասում են սերտաճել է։ Էլ դուրս չի գալիս։ Բայց հատկապես երբեմն որ տենց արագ ինչ որ օրվա մեջ բաներ պետք է անես եւ պետք է հենց թևնոցով դուրս գաս Orange-ից, արդեն դուրս գալուց հետո մոռանում ես հանել։ Այդ ինտրովերտության բանն էլ սահմանափակվում է մենակ այն ժամանակ, երբ որ հաճախորդներից եմ տենում մեր կլինիկայի։ Շփվում եք ամեն դեպքում իրանց հետ։ Հասկացա։ Չեմ ունեցել ժամանակ։ Իսկ ինչ որ հատուկ սննդակարգի հետևում եք դուք։ Հետո կասեմ ինչ եմ ես հարցը տալիս, ոնց որ իմ հաջորդ հարցի բացումն է։ Հատուկ սննդակարգի ես առհասարակ շատ քաղցրակեր եմ եղել։ Հա, եղել։ Keyword։ Ու էդ էլ ասեմ, որ սպորտի հետ ոնց որ չխոսար։ Ուղղակի իմ օրգանիզմը ոնց որ սկսեց պիպայի այդ քաղցրը չընդունելն է, ոնց որ միշտ ընդունել եմ, այսինքն ես այն ժամանակ ուտում էի ու ինձ հավես էր, սիրում էի։ Բայց հիմա արդեն որոշակի ինչքան ժամանակ է, մոտավորապես 7-8 ամիս բացարձակ քաղցր չեմ ուտում։ Իսկ ինչ որ մեղքի զգացում էր առաջանում, ուզում հասկանամ այդ պահը։ Չէ, բացարձակ, ուղղակի հիմա ուտելուց հետո նկատի ունեմ։ Չէ, Բայց ոնց եղավ, որովհետև վստահ եմ շատերը ունեն այդ խնդիրը ու չգիտեն ինչպես թողնեն այդ սովորությունը։ Ձեզ մոտ ոնց է ստացվել տենց միանգամից ու ենթադրում եմ արագ։ Այդ մի քիչ տենց անբացատրելի բան է երևի, որտեղ ուղղակի որոշեցի որ քաղցր չպետք է ուտեմ ու սկսեցի չուտել։ Մարդիկ կարողանում են այդ ձև ծխելա թողնել, ես չեմ կարողանում։ Ձեր նախկին ոդկասթներից նայում էի հոգեբանի
որ ասում է Պարոն պարապմունքը Մադարչյան, վերջացնում են, դուրս իջնում են են հենց գալիս։ ակումբի դռների դեմ սենց ծխում են, հետ ես եմ Երևի ձեզ ա տեսել նրա պարոն վրա։ Մադարչյանը։ Շատ լավ էպիզոդ էր դա, եթե չեք Մհմ։ նայել, խորհուրդ կտամ նայեք։ Հասկացա, իսկ բացի դրանից ինչ որ Բացի հատուկ դրանից, բաներ կա, որ գուցե չեք սիրում, բայց օգտվում եք, որովհետև գիտեք, որ դա օգտակար է, կամ ատամների համար, կամ ընդհանուր առողջ ապրելակերպի համար։ նու աշխատում եմ բալանսավորված ավելի սնվել, այսինքն մի հատ տենց, չգիտեմ, կանոն կա, որ ուտելիքի ամանի 50%-ը պետք է լինի բանջարեղեն, մնացածը նոր արդեն կարող խառը լինի։ 25-25 էր բաժանում։ Ոնց որ տենց ինչ որ բան, փորձում եմ այդ պահեմ, կատնամթերք ուտեմ, ինչ որ տենց սովորական, ինչ որ առանձնապես որ ասեմ շատ Ասեմ ինչու ես հարցը տալիս, որովհետև չգիտեմ հիմա տրենդային է, թե տրենդային չի, ամեն դեպքում կան մարդիկ, որ ես էլ եմ եղել այդ մարդկանցից, որ երկար տարիներ, 3 տարի ինտերվալային սովապահություն եմ պահել, որովհետև ինձ դուր էր գալիս այդ ոճը։ 16-8 ժամ, օրինակ ես 8 ժամ ուտում էի, 16 ժամ չէի ուտում, ինձ էներգիայով լի էի զգում, բայց հիմա էլ որ ավելի շատ եմ ուտում եւ ուտում եմ երբ ուզում եմ, էլի էներգիայով լի եմ զգում, ոչ չգիտեմ։ մի չի փոխել։ Իրականում մոտեցումն է ու հաշվի առնելով թե ինչ նպատակի համար է դա արվում։ Ինտերվալային սովապահություն պահող մարդկանցից շատերը գանգատվում են բերանային խոռոչում առաջացող տհաճ հոտից, որը որ չի առաջանում բերանային խոռոչում հենց, ինչքանով որ ես եմ տեղյակ։ Եթե շատ հակաէսթետիկ չի ընդհանուր այս թեման քննարկելը, Չէ, հակաէսթետիկ չի, ոնց որտեղից է գալիս եւ հնարավոր է արդյոք պայքարել, թե այն որ երկու երնեք մի տեղում չի լինում, եթե որոշել ես։ Չէ, պայքարել հնարավոր է, դա ընդհանրապես ուղղակի պետք է հասկանալ ինչից է լինում, երբ որ ինտերվալային սովապահություն է մարդ պահում, էլի ամբողջը կախված է նյութափոխանակությունից։ Մարդու նյութափոխանակությունը փոխվում է, այսինքն այն սոված ժամանակ, հա, չուտելու ժամանակը 16 ժամը, օրգանիզմը էլի ինչ որ էներգիայի կարիք ունի։ Ու այդ էներգիան ինքը ստանում է ճարպերի միջոցով, արդեն մաշվում են ոնց որ մարդու ճարպային հյուսվածքները։ Իսկ ճարպը լյարդում ֆերմենտային այդ փոխանակությունները, որ տեղի ունենում, դրանից հետո որոշակի քանակի ացետոնային միացություններ է դուրս գալիս։ Իսկ արյան մեջ ընդհանուր կետոզ է կոչվում, էլի, կետոացիդոզ, այդ երևույթն է լինում ու դա վենտիլացվում է, հա, օրգանիզմից դուրս է գալիս տավելցուկները թոքերի միջոցով, այսինքն արտաշնչելուց։ Հուսով եմ ձեր մտքի թելը չեմ կտրի, դա սկսում է տեղի ունենալ 12 ժամ հետո, չէ՞, ես ինչքանով տեղյակ եմ։ 12 ժամ հետո սկսում է, բայց իր կոնցենտրացիան այնքան բարձր չի, որ 12 ժամ հետ մարդ սոված մնաս, միանգամից այդ ացետոնի դրա համար 14-16 հոտը զգացվում է։ Դա կարա լինի, այսինքն եթե մարդ 2 շաբաթ կամ 3 շաբաթ պահում է այդ ինտերվալայինը կամ ավելի երկար ժամանակ, այդ դեպքում է ավելի շատ լինում։ Մեղմացնելու համար էլի ջուր, եւ մյուս բանը այն է ֆակտորը, որ բերանի չորություն է էլի լինում։ Այսինքն չոր բերանի խոռոչում էլ միկրոբների քանակը ինչ առաջ որ ասում էի շատանում են, իրանք էլ իրենց հերթին ինչ որ ծծմբային միացություններով հարուստ նյութեր են արտադրում, որը էլի կարա բերի այդ խնդիրը։ Ընդհանրապես պետքա շատ ջուր օգտագործեն այն մարդիկ, ովքեր պահում են ինտերվալային սովապահություն։ Բայց ոչ ջերմուկ։ Բայց ոչ ջերմուկ։ Գազով ջրի մասին է խոսքը էլի իրականում։ Գազավորված կամ հանքային ջուրը ինքը էլի կարա բացասական ազդի ընդհանուր օրգանիզմի վրա, որտեղ այնտեղ շատ են աղային այդ միկրոէլեմենտները, աղերը, հանքային։ Դա դժվար է ֆիլտրացվում, դա կարա փոխի թքի որակը, իսկ թուքը հանդիսանում է շատ կարևոր բուֆերային մարմին, հա, որ չեզոքացնում է այդ բացասական բաները։ Ես ֆիրմայի անունը նշեցի, սխալ չընկալվի էլի, հակագովազդ չի արվում, կարծում եմ ամեն դեպքում չափի մեջ նորմալ է, չէ՞, օգտագործել գազավորված հանքային ջուրը, ոչ ըմպելիքներ, որովհետև այնտեղ նաև շաքար է գալիս։ Այո, կարա չափավոր օգտագործումը ինքը վատ չի։ Վատ չի, կարա մարդ օգտագործի, բայց այդպես որ
անդադ ամեն օր մի քանի անգամ, դա արդեն վատ է։ Նաև էմալի համար է, չէ՞, ատամնաշարի։ Դե սա ամբողջը կախված է թքի բուֆերային համակարգը որ փոխվում է, բուֆերային համակարգի հետի որն է, երբ որ օրինակի Ինչն է համար բացատրում եք։ հա, դե որովհետեւ պետք է բացատրեմ։ Դա երբ որ օրինակ բերանի խոռոչում թթվային միջավայր է, այսինքն թթուների քանակը գերակշռում է, դա չեզոքացվում է թքի մեջ առկա հանքայինով։ Երբ որ հանքային գերակշռում, իսկ թե շատ հանքային ջրեր են օգտագործում, հանքային մասը ավելի գերակշռում է։ Դա կարող բերի ուղղակի այդ միկրոբների կրակալման, ատամնանստվածքի, ատամնաքարերի ավելի ակտիվ առաջացման։ Իսկ ատամնաքարը ու ատամնանստվածքները որ կան, իրենք շատերը մտածում են, որ տիսանում դա, բայց իրականում այդ միկրոբների կալոնիաներ է։ Ինքը միկրոբների կրակալված միկրոբներ են։ Ու այդպեսով բացասական ազդեցություն կարող ունենա։ Շատ տերն էլ նաև իրենց սովը փորձում են կոտրել սուրճով, երբեմն անգամ սուրճը գերակշռելով, կամ գուցե սովի հետ կապ չունի, պարզապես մարդիկ սիրում են եւ չարաշահում են։ Սուրճը ինչ ազդեցություն ունի։ Սուրճի տարբեր տեսակներ կա։ Նայես թե ինչ Այսինքն սուրճ է։ բարդ աշխարհում ենք մենք ապրում։ Դե չէ, կա այդ հայկական ձևով սուրճը, որը որ շատ ավելի խիտ է, կա ֆիլտրված ինչ-որ սուրճեր եւ այլն, ու ամերիկանո, էսպրեսո, տեսակների մասին էինք խոսում փաստորեն։ կախված թե որն է գերակշռում մարդու ռացիոնում, էլի, այսինքն Ենթադրենք ամերիկանո։ Ամերիկանոն ինքը համեմատաբար ավելի մեղմ սուրճի տեսակ է, որովհետև իր մեջ ջրի քանակը շատ է, այսինքն ինքը նոսր չի, ինքը նոսր է, խիտ չի, ու ուղղակի պետքա սուրճ խմելուց հետո էլի ջուր խմել կամ ինչ-որ ողողում անել, որպեսզի չգունափոխի ավելի շատ, որովհետև մեր ատամների մակերեսին միշտ կա միկրոբներից բաղկացած ինչ-որ թաղանթ, ու այդ թաղանթը ինքը շատ զգայուն է պիգմենտների հանդեպ, հա, ու սուրճը դե ինքան որ մուգ գույնի հեղուկ է, կարող ուղղակի ժամանակի ընթացքում շատ օգտագործումը բերի նրան, որ այդ պիգմենտները արտահայտիչ դառնան ու փառի ձևով ավելի երևան, մքացնեն ատամի գույնը, բայց ինքը մենակ մակերեսային է, իսկ ներսից չի։ Բայց օրինակ շատ հետաքրքիր է, իմ ատամները պիգմենտներ ունեցել են դեռ մանկուց։ Փաստորեն նման ատամներ էլ կան, թե ես ինչ-որ մի բան փոքր ժամանակ սխալ եմ արել։ Կան, օրինակ շատ հաճախ լինում է, երբ որ բրեկետներ, երբ որ կրում են, Չեմ կրել։ չեք կրել։ Չեմ կրել, բայց ընդհանուր սենց Սպիտակ պիգմենտներ անգամ երբ որ սպիտակեցման եմ դիմում, իրանք էլի տենց տոնային, երբ որ սպիտակում են, էլի այդ պիգմենտը շատ արտահայտված չի, բայց լինում է։ Այդ պիգմենտները իրանք այդ տեսակ պիգմենտները ավելի շատ ապահանքայնացված էմալի օջախներ են, հա, այսինքն երբ որ էմալը կորցնում է իր մեջ ջուրը, այդ մասերում ավելի սպիտակ է դառնում, անթափանց։ Հասկացա։ Առհասարակ էմալը շատ նման է Ամեն դեպքում ինչ-որ մի բան սխալ է գնացել ինչ-որ պահից։ Էմալի ստրուկտուրան շատ մասնագիտական բանով բացատրում են էմալին, հա, այսինքն ինչքան երիտասարդ է լինում, փոքր տարիքում պատկերացրեք ավելի խիտ ամպեր է, ավելի քիչ թափանցիկ է լինում, ու նման պիգմենտները շատ չեն երևում, ինչքան տարիքի հետ ոնց որ ջրի քանակը տեղից քչանում է, հենց ոնց որ ամպերի մեջ քչանա, ու ավելի թափանցիկ է դառնում ու փխրուն։ Իսկ ինչու որոշեցիք գովազդային արշավը կոչել այդ ժպիտը։ Որովհետև սպորտից հետո կամ սպորտով զբաղվելու ժամանակ շատ մարդկանց մոտ կարող է սկզբի 2 շաբաթը հաստատ տենց չի, ոչ մեկի դեմքին ժպիտ չի առաջանում, սրտը սա հոգնած գնում են, բայց դրանից հետո մարդու այդ ինքնաբավարարվածությունը ու ընթացքում այդ առաջացած չգիտեմ, ինչ-որ օրինակ ինքը դրել է իրան առաջ նպատակ, ինչ-որ մեկը 100 կիլոգրամով ինչ-որ մի վարժություն անի, ու ինքը հասել է դրան, ու անկախ ամեն ինչից այդ արդեն ժպիտ է բերում իր դեմքին, անկախ նրանից, թե ինքը ինչքան հոգնած է։ Ու հենց հոլովակում էլ մենք ոնց որ մարզումներից հետո առաջացող ժպիտի մասին էր
ավելի շատ, որ հենց այդ ժպիտը ու Հենց այդ ժպիտը, հենց կոնկրետ դրա մասին հենց ենք կոնկրետ խոսում։ այդ ժպիտը ու Շատ այդ ժպիտը հետաքրքիր է։ կարևոր է որ լինի նաև առողջ այդ կոնտեքստով էլի։ Այսինքն այնպես չլինի, որ դու ուզես ժպտալ, բայց մտածես, որ խնդիր կա, տենց չժպտես։ Առհասարակ Ատամների հետ կապված խնդրի մասին եմ ժպտալու համար պետք չի կոմպլեքսավորվել, անկախ նրանից մարդկանց ատամները ինչ ձև է, որտեվ այդ բնական էմոցիա է, որը որ պետք է միշտ պահել։ Вообще մարդ պետք է այդ հուզականությունը միշտ պահի ամեն ոլորտում։ Արշավի արդյունքում փաստորեն ունեցանք ոչ միայն հոլովակը, որը որ անընդհատ պտտվում է օրանժի ներսում, այլև այն պաստառը, որը ողջունում է մեզ, ու անկախ նրանից մենք այդ օրը ուրախ ենք գնում մարզման թե ոչ, մեկ այդ ժպիտը, Սևանի այդ ժպիտը փոխանցվում է։ Կա եւս մեկ խնդիր, որ չգիտեմ իհարկե բժշկական տերմինը ոնց է եւ ճիշտ ինչպես կլինի սա կոչել, բայց ամեն դեպքում ժողովրդական լեզվով ասած, երբ մարդիկ քնած ժամանակ, նշեցինք արդեն, որ քունը շատ կարևոր թեմա է այս շրջանում, քնած ժամանակ մարդիկ իրենց ատամները կրթկրթացնում են։ Այո։ Որտեղից է գալիս այս խնդիրը, հնարավոր է արդյոք պայքարել, եթե ներվային համակարգի հետ կապված գիտենք նաև, որ առողջ ապրելակերպ վարելը, սպորտով զբաղվելը նաև նպաստում է դրան։ Ես ուղղակի սենց իմ պատկերացմամբ փորձում եմ հասկանալ դա ինչ է եւ եւ ակտուալ թեմա է, պայմանավորված երևի նրանով, որ մեր հիմիկվադարի հիմնական խնդիրներից մեկը ստրեսն է, ու մարդկանց մի մասը չի կարողանում հաղթահարի, գիտակցության ժամանակ այդ ստրեսը ու այդ ամբողջ ինֆորմացիան ոնց որ գնում է ենթագիտակցության մեջ ու իրականում իրանք չեն զգում, որ գիշերվա ժամանակ, քնած ժամանակ իրանք սեղմում են ատամները։ Մի քանի պատճառ կա, ընդհանուր կեցվածքը, այսինքն կարող եմ ասել սիստեմատիկ ասեմ, ինչը կարա բերի դրան։ Քանի որ բավականին տարածված է կարծում եմ խնդիրը, որովհետև թեկուզ իմ շրջապատում մարդիկ կան, ովքեր որ ունեն այդ խնդիրը, եթե իմ ծանոթները այդքան ունեն, կարծում եմ թե պատկերացնում թե որքան տարածված կարող է լինել։ Նախ ասեմ, որ առաջինը դա մարդու ապրելակերպն է բերում դրան, այսինքն եթե մենք շատ ժամանակ գլուխը կախ է լինում, ինչ որ համակարգչի առաջ կամ սմարթֆոնով եւ այլն զբաղված ենք լինում, այդ ամբողջը ժամանակի ընթացքում իհարկե բերում է նրան, որ մեր լեզուն իջնում է ներքև, այսինքն ընդհանուր այս մկանային համակարգը իջնում է ներքև, ուսերը կլորանում են, պարանոցը առաջ է գալիս ու դա բերում է նրան, որ ստորին ծնոտը ավելի հարկադրական գնում է դեպի հետ ու բարձրանում է դեպի վրա, այսինքն ռոլ է լինում։ Դա բերում է նրան, որ մկանային լարվածություն է առաջանում, հոդերում է ինչ-որ խնդիրներ առաջանում ու կարա որոշակի տրիգերների հետևանքով, օրինակ ստրեսը կլինի կամ ինչ-որ լարվածությունը կլինի, բերի նրան, որ քնած ժամանակ մարդ սխմում է ատամները իրար։ Բրուքսիզմը այլ կերպ կոչվում, բայց մաքուր բրուքսիզմը ինքը շատ ավելի քիչ է հանդիպում, քան այդ ուղղակի ատամների սխմածությունը։ Իսկ ինչով է տարբերվում այդ մաքուր բրուքսիզմ Մաքուր բրուքսիզմը ինքը շատ ծանր երևույթ է, ընդհուպ մինչև լնդի մակարդակ ատամները մաշվում է այդ սխմելու հետևանքով։ Այդպես մյուս ֆակտորը շնչառության տեսակը կարա պայմանավորված լինի, այսինքն եթե մարդու մոտ գերակշռում է բերանային շնչառությունը, այդ ժամանակ մեր մոտ էլի բերանի չորություն է առաջանում եւ այլն, բայց ամենակարևորը դա չի, ամենակարևորը այն է, որ լեզուն հանգիստ ժամանակ առասարակ պետք է լինի դեպի քիմքը, վերևի ատամների հետևի մասում է տեղավորվում ու դրանով ինքը նպաստում է նրան, որ վերևի ծնոտը, մկանները, լեզվի մկանները լայն են պահում։ Իսկ արտաքինից էլ մենք ունենք նաև թշի մկաններ, որոնք սխմում են հակառակը դեպի ներս։ Եթե մարդու մոտ գերակշռում է բաց բերանով շնչառությունը, այսինքն լեզուն միշտ ներքևում է լինում ու այդ սահմանափակող դերը չի անում։ Անտագոնիստ չկա, վերևի մկաններն էլ միշտ սխմում են։ Ծնոտի նեղացում է լինում, որը էլի բերում է կոնտակտների
խառնվելուն, այսինքն երբ որ մարդը փակում է բերանը, որոշ տեղերում անհավասարաչափ կոնտակտներ են առաջանում ու գիշերվա ժամանակ էլի օրգանիզմը փորձում է այդ կոնտակտները մաշացնի։ Դրա համար ատամները սխվում են անընդհատ իրար, մինչև որ մաշվի դառնա հավասար կոնտակտներ։ Ու այդ երևույթի ժամանակ, կախված նրանից թե աջ կողմի վրա է քնում, ձախ կողմի վրա է քնում, կարող է լրիվ հակառակ կոնտակտ մաշվի ու դառնա էլի անկառավարելի process։ Իսկ ո՞նց է պետք դրա դեմ պայքարել։ Դրա դեմ պայքարում են օրթոդոնտները ու հիմա դրա դեմ պայքարում են նաև օստեոպաթները եւ կինեզիստները, այսինքն ինքը ավելի կոմպլեքս բուժում է։ Իսկ ստրեսը, որ նշեցիք, Ստրեսի դեմ երևի սպորտը շատ ավելի լավ է։ ո՞նց պտտվում ենք։ Դե սպորտը հիմա հանդիսանում է նաև մի հատ բան, որտեղ մարդ կարողանում է իր այդ մեջի նեգատիվը դուրս հանի, հա։ Նույն չգիտեմ, օրինակ իմ մոտ շատ ժամանակ է ձևա լինում, երբ որ ինչ-որ լարված է լինում, կարող աշխատանքային կամ ինչ պատճառներով լարված է լինում, ես կարող է ինչ-որ ծանր մարզում անելու հետևանքով ավելի հանգստացած դուրս կամ քանց թե ավելի հոգնած։ Ու այդ վերափոխումներն է ավելի շատ երևի ֆիզիկականից, հուզական ու Բայց հետաքրքիր է, որ մինչև լավ մեր լինում։ ռեկը մենք խոսեցինք մի թեմայից, որ ինչ որ մի հատ sense նուրբ անցում կա, որ դու ես դառնում սպորտի գերին եւ կարծում եմ այդտեղ էլ է պետք շատ զգուշ լինել, որովհետեւ սպորտն էլ եթե դու անընդհատ փորձես քո լավագույն արդյունքի հետևից գնալ, այդ կարող անգամ ստրեսի աղբյուր դառնա նաեւ սպորտը։ Դե այդ պարագայում ինձ թվում է մի քիչ մեր կա այդպես բան, բայց դե դա ինձ թվում է պետքա ինչ-որ հոգեբանական Շատ տարածված չի սպորտսմենները պետք է, ամենայն դեպս, բայց կա։ որովհետև այդ հաղթելու ու պարտվելու ամեն մեկը չի, որ կարողանում է ընդունի պարտությունը ու ամեն մեկը չի, որ կարողանում է ընդունի հաղթանակը։ Ինձ թվում է դա շատ ավելի տարածված է ոչ պրոֆեսիոնալ աթլետների մոտ, ովքեր որ շատ կարճ ժամանակում ուզում են հասնել շատ լավ արդյունքների, գիտակցելով, որ օրինակ այն արդյունքը, որի մասին որ իրենք մտածում են, նույն այլ ոչ պրոֆեսիոնալ աթլետները կարողացել են այդ կետին հասնել, օրինակ ոչ թե 3 ամսում, այլ 4 տարում։ Ու ես էլ երբեմն ինչ-որ էմոցիոնալ վայրի վերումների մեջ եմ ընկնում, բայց հուսով եմ ատամներս չեմ սեղմում իրար գիշերը։ Ատամները սեղմում են նաև պարապմունքների ժամանակ։ Ուժային մարզումների ժամանակ, չէ՞։ Մարզումների ժամանակ ու այդ ժամանակ կարևոր է, որ հատուկ կապաներ կան պաշտպանիչ, գոնե այդ կապաները օգտագործեն։ Ու դա իդեպ չենք խոսում բոքսի կապանների մասին, այսինքն դա հարվածից պաշտպանվելու համար է, իսկ սա ուղղակի որ սխմելուց չվնասվի կամ չմաշվի, որովհետև օրինակ միջին ստատիստիկ տղամարդը մինչև 800 կիլոգրամ ճնշում կարող զարգացնի ծնոտով։ Նու աղջիկների եւ կանանց մոտ մի քիչ ավելի քիչ է, բայց 800 կիլոգրամը ինքը բավականին լուրջ թիվ է։ Դերեն իսկ կա ինչ որ թեմա, որը ես մոռացա քննարկել ձեզ հետ, կապված ատամների, բերանի խոռոչի առողջության, առողջ ապրելակերպի, սննդակարգի, քնի։ Հիմա ակտուալն է ավելի շատ քնի հետ կապված հարցերը, հա, հիմա մարդիկ ուզում են որակյալ քուն, առաջ եթե շատ ժամանակ դրան ուշադրություն չէին դարձնում, հիմա կարևոր է դառել որակյալ քնելը։ Ու կուզեի ասեի, որ ատամնաշարի ձևը, ատամների կցվածքի հետ վիճակը ուղիղ կապ ունի որակյալ քնի հետ։ Ավելի շատ քթային շնչառությունը ապահովում է, որովհետև բերանային շնչառությունը նաև բերում է այնց երևույթի, ինչը որ կոչվում է գիշերային ապնոե, երբ որ կարող է 10 վայրկյան ուղղակի մարդ չշնչի քնած ժամանակ ու ինքը զարթնում է, ինքը սկսում է շնչել, երբ որ ուղեղին ստրեսային ազդակներ են հասնում, այսինքն ստրեսային ազդակներ, հետևաբար ստրեսային հորմոններ է իրը բերում եւ այլն, ու ենթագիտակցորեն նոր ինքը սկսում է շնչել։ Հետո էլի սկսում է չշնչել ու տես կարող մի գիշերվային ցիկլի ընթացքում մինչև 50-100 անգամ այդ 10 վայրկյանանոց դադարները լինեն։ Այդ կարող բերի այդ որ առավոտյան ինչ-որ գլխացավ, մկանային սպազմ եւ այլն ու դա կարևոր է, որ մարդիկ ուշադիր լինեն ավելի, որտեղ գիշերային այդ ապնոեն շատ խնդիրներ է բերում գերճնշման
ինսուլտի ու սենց շատ ավելի վատ հետևանքների ու մեծամասամբ դա է պատճառը հենց։ Իսկ բերանի թեյփերը, որ օգտագործվում են, ինչ որ հատուկ ցուցում է պետք դա կիրառելու համար, որ ինչ կարծիք ունեք թեյփերի հետ կապված, այն որ բերանը փակում են, որպեսզի գիշերը քնի ժամանակ Դա քթով շնչեն։ տեսեք, եթե մարդու մոտ քթային շնչառությունը ուրիշ պատճառներ, օրինակ խեցիների փակման հետևանքով լավ չի, այդ թեյփով փակելու պարագայում ինչքան ուզենա լավ շնչի, լավ չի շնչելու։ Այդ կարող ավելի վատ լինի, այսինքն նման թեյփերի օգտագործումը ինձ թվում է ճիշտ կլինի մի հատ լոր բժշկի կոնսուլտացիայից հետո։ Բայց ես այս դեպքում բերանի թեյփի մասին էի խոսում, որովհետև կա նաև քթինը, որը որ մասամբ այո լայնացնում է։ Շնչուղիների սկզբի մասն է լայնացնում, բայց եթե ներսում արդեն խեցիների խնդիր կա, այդ պարագայում դա չի ոչ մի Բայց ազդեցություն նաև շատ տարածված է, շատ չէ, բայց ամեն դեպքում տեսնում ենք աթլետների մոտ եւս Instagram-ում էլ հոլովակներ բազմաթիվ աչքովս ընկել են, որ բերանն են փակում, բայց փաստորեն ինքնուրույն ամեն դեպքում պետք չի ամեն դա դեպքում անել։ հաստատ պետք չի, որովհետև պետքա ամեն ինչ օքեյ լինի, որ դու ուղղակի փակես ու քնես։ Բայց հիմնականում, երբ որ ամեն ինչ օքեյ է լինում, այդ մարդիկ կարիք չունեն այդ թեյփերի, որովհետև սենց տենես քթով են շնչում։ Հա, իդեպ մի քիչ վախենալու տեսարան է, անկեղծ որ ասեմ, ինձ դուր չի գալիս էմոցիոնալ։ Կա ուրիշ բաներ կան, հիմա ակտիվ էլի ցանցերում ես հանդիպում եմ, չգիտեմ, կարող ձեր մոտ չի բերում, իմ մոտ մասնագիտականը դրան Որ ասեք բերում է, ատամների վրա դնում են, ուղղակի ռելաքսացիոն կապաներ է, այտենց ստանդարտիզացված։ Հա, դա նպաստում է նրան, որ այդ սխմելը չլինի ու ծնոտը, որ ավելի հանգիստ դիրքում լինի, հա, այսինքն այդ ծամիշ մկանների տրիզմը գիշերաժամերին չլինի։ Այդ կարող եմ ասեմ, որ լավ բան է։ Բայց ամեն դեպքում էլի ինքնուրույն պետք չի։ Ցանկալի է այդ կապաների համար ինքնուրույն չանել, բայց կարելի է ինքնուրույն լինի, որտեղ ինքը վնաս չունի, էլի, Այսինքն եթե գիտես խնդիրը կա, դրանով կարող ես կանխել։ Հա, ինքը չի կարող ինչ-որ ուրիշ խնդիրի առաջացնի։ Հասկացա։ Եվ վերջին հարցս, որպես ատամնաբույժ, եթե օրանժի հաճախորդներին կարողանեք 3 կարևորագույն խորհուրդ տալ ատամների առողջության, բերանի խոռոչի առողջության հետ կապված, որոնք կլինեին այդ խորհուրդները։ 3-ը։ Առաջինը շատ ջուր խմել պարապմունքների ժամանակ, երկրորդը վիտամինների ընդհանուր քանակին հետևել, եթե պակաս ինչ-որ բաներ կա լրացնեն, հատկապես կալցիումը եւ D-ն, ու երրորդը եւի շարժեպտան։ Մեկը լվանան ատամները։ Դե լվանալը պարտադիր է։ Այդ ցանկություն չի։ Այդ 3-ից էլ վեր է, չէ՞։ Այդ 3-ից էլ վեր է։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հուսով եմ էլի կհանդիպենք ոչ միայն տաղավարում, այլև Orange Fitness-ում։ Անպայման լավ եք։